Բարև ձեզ, ես Էդոն եմ, այսօր խոսելու եմ Գյումրու ամենափրկիչ եկեղեցու մասին։ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման համար սկզբում որոշվում է հանգանակություն անել համքարություններից և ամբողջ բնակչությունից։ Աստվածահաճո գործի համար Նիկողայոս Թրամփյանի ընտանիքը կրկնապատկում է հանգանակությունն հավաքած գումարը։ Հիմքի փորման աշխատանքները սկսվում են 1858 թվականին հավատացյալ ժողովրդի ջանքերով և մեծ հանդիսավորությամբ դհոլ զուռնայի նվագակցությամբ։ Հավատավոր ժողովուրդն ամենափրկիչ կառուցումն ընդունել է որպես նվիրական սրբություն։ Հարկ է նշել, որ գյումրեցի վարպետները հետևում էին նաև կառուցապատման եղանակային ավանդություններին։ Շինարարական աշխատանքներն սկսվում էին բարեկայնտանից ու դադարեցվում նոյեմբերի 15-ին։ Այդ պատճառով էլ ամենափրկիչ եկեղեցու կառուցումը տևել է 14 տարի 1859 թվականից 1873 թվականներ։ Ամենափրկիչ եկեղեցին իր չափսերով ավելի մեծ է անիմաստ տաճարից։ Սև ու կարմիր տուֆի համադրությամբ շարված պատերը մշակված են աստվածաշնչյան թեմաներով բազմաթիվ հարթաքանդակներով։ Ամենափրկիչ եկեղեցու շենքը իրոք հիասմունքի առարկա է, չնայած որ կառուցվել է առանց ճարտարապետի և առանց հատակագծի կազմելու։ Խորհրդային իշխանության ժամանակաշրջանում 1930 թվականին եկեղեցին փակվել է։ Բազմաթիվ անգամ փորձել են քանդել եկեղեցին, բայց չի ստացվել, իսկ վերջում պայթեցրել են զանգակատունը։ Հետագայում 1960-ական թվականներին Լենինական քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի կողմից վերականգնվեց եկեղեցու զանգակատունը։ Ամենափրկիչը սկզբում օգտագործվեց որպես թանգարան, իսկ ավելի ուշ վերածվեց դասական երաժշտության համերգասրահի։ Ցավոք 1988 թվականին ավերիչ երկրաշարժի ժամանակ չփրկվեց նույնիսկ ամենափրկիչը։ Եվ խոնարհված եկեղեցուց կանգուն էին մնացել միայն արևելյան հատվածն ու զանգակատան արևմտյան պատշաճը։ 2014 թվականի հունիսի 21-ին արտաքին տեսքով ամբողջությամբ վերականգնված եկեղեցու գմբեթին ու զանգակատան վրա տեղադրվեցին օձված խաչեր։ Սուրբ ամենափրկիչը մեզ հիշեցնում է, որ հավատքը երբեք չի փլվում, եթե այն ապրում է մարդկանց սրտերում։ Ես Էդոն եմ, շնորհակալ եմ դիտելու համար։ Եթե քեզ դուր եկավ պատմությունը, բաժանորդագրվիր ալիքին, սեղմիր զանգակին, որ չկորցնես նոր տեսանյութերը։